Շատ նրբորեն հարվածեցի դիմացից մեքենային ու լույսը բացվեց կանաչի, ինքը քշեց։ Սկսեցի հետ ապնդել։ Որ չեն տա մեկի հետևից տենց գնաք, որովհետև չգիտեք ով են, ինչ են, մեքենայի մեջ ինչ ունեն, ինչ են պատկերացնում։ Առաջին բանը, որ անում են, դուրս են գալիս, սկսում են գոռգոռալ։ Ոչ մեկս perfect չենք։ Դեպք է լինում է, աշխարհի վերջը չի։ Ուղղակի եթե սխալ հասկացա, մեղավորություն վերցնել որևէ դեպքում չարժի։ Այո, մեղավորություն չընդունել, որովհետև դու բոլոր փաստերը չգիտես։ Վարորդ անչափահասներ, այ ինչ խորհուրդ կտաք ծնողներին։ Նախիվ առաջ խորհուրդս կլինի, որ Մեքենան չտա անչափահասին։ տալ միգուցե մի հատ ամուր մեքենա։ Երբ բեմադրում են վթար, ապահովագրությունից գումար ստանալու համար, Ինշուրանսները այդքան էլ միանուն չեն։ բա դրա համար է ես իրեն հետ ապնդում։ Միշտ չի, որ ամեն դեպքը սև ու սպիտակ է։ Այսինքն բացի տվյալները տալուց պետք է այդ նախադասությունը նշել։ Այո։ Եթե դիտում եք մեր զրույցներն ու հավանում, խնդրում եմ բաժանորդագրվեք Elscope-ալիքին եւ սեղմեք լայք, նաեւ ակտիվ եղեք մեկնաբանություններում, գրեք հարցեր, նաեւ թեմաներ առաջարկեք ու ես անպայման կարձագանքեմ։ Իսկ այսօր ես զրուցելու եմ փաստաբան Սևակ Բաղումյանի հետ։ Բարև ձեզ, Սևակ։ Բարի օր, Լիլիթ։ Լավ եք։ Շնորհակալություն դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Դուք զբաղվում եք նաեւ շատ թեմաներից բացի, զբաղվում եք նաեւ մարմնական վնասվածքների հետ կապ ունեցող գործերով։ Երբ, չէ՞։ Այո, երբ մարդիկ մարմնական վնասվածք են ստանում կամ հասցնում ակամա որևէ վթարի կամ պատահարի հետևանքով, առաջին բանը թերևս շոկն է եւ չգիտեն ինչպես վարվել, հաճախ սխալվում են։ Եվ այսօր եկեք խոսենք, մարդկանց օգնենք, երբ հայտնվում են անսպասելի իրավիճակում, երբ վթար է տեղի ունենում, ինչ անել կամ ամենակարևորը ինչ չանել գործը ավելի չփչացնելու համար։ Մեծ սիրով։ Եկեք սկսենք վթարներից, ամենապարզ դեպքերից, երբ վթար է տեղի ունենում, առաջին բանը, մարդ ինչ պետք է անի։ Նորից շնորհակալություն, որ ինձ հրավիրել եք, եւ ամենաառաջի բանը, որ կարամ ասեմ, պետք է մեղավորություն չընդունեն, որովհետեւ չգիտես ինչ ա եղել, ասած քեզ շոկի մեջ կարող է լինեն, եւ ավելի լավ է ոչ թե մեղավորություն ընդունեն, եթե հակառակորդը մեղավոր է, կարողանան փաստեն, որ նա մեղավոր է։ Եվ ինչպես կարելի է անել, որ փաստեր հավաքել։ Բոլորս մեզ հետ բարիբախտաբար այսօր տելեֆոն ունենք եւ պետք է մարդ օգտվի իրենց տելեֆոնից, նկարի, եթե կարիք կա վիդեո անել եւ փաստեր հավաքի։ Ուրեմն երբ հայտնվում ես վթարի մեջ, կապ չունի դու ես հարվածել, թե քեզ են հարվածել քո մեքենային, պետք է առաջին հերթին հավաքել փաստեր եւ չընդունել մեղավորություն, նույնիսկ եթե դու զգում ես, որ դու ես մեղավոր։ Եվ փորձել ապացուցել, որ դիմացինը մեղավոր է, նույնիսկ եթե գիտես, որ այդքան էլ այդպես չէ։ Այո, եթե կարող ես եւ հասկանում ես, որ հակառակորդը մեղավոր է, կարողանաս փաստեր հավաքել, որ փաստել, որ նա է մեղավոր ելել։ Մի բան կարելի է անել փոլիս զանգել, ոստիկանություն, եւ եթե ոստիկանությունը որ եկավ, նախ եւ առաջ ոստիկանությունը կգայի, եթե մարմնական վնասվածքներ լինեն, շատ անգամ որ մարդիկ կապնվում են ոստիկանության հետ, միշտ հարցնում են, եթե մարմնական վնասվածքներ կան, եւ եթե չկան, շատ անգամ կարող է չգան։ Եթե մարդ մանավանդ եթե վնասված է, անպայման պետք է շեշտել, որ վնասվել են, որ փոլիսը գա եւ report վերցնի։ Եվ իմ experience-ից, որ փոլիս է գալի, մարդիկ ավելի ճշմարիտ են լինում։ Եվ չեն ստանում են։ Այո, եւ չեն ստի, որ ինչ ա եղել։ Եթե փոլիս չի գալի, մարդիկ տուն են գնում, ուրիշների հետ խոսում են, որ ինչ ա եղել, ինչ չի եղել, այդ ժամանակ արդեն իրենց կարծիքը կարող է փոխվի, իրենց դիրքը փոխվի։ Ասած եթե որ երկաթը տակա պետք է ծեծես, այդ ամենաճիշտ ժամանակը ու տեղը այդ վայրի դեպքում է, որ փաստեր հավաքես, որ դու մեղավոր չես եւ հակառակորդն է մեղավոր։ Այո։ Իսկ ինչ է պետք փոխանակել այդ տեղեկությունները փոխանակել եւ ինչպես։ Կալիֆոռնիայի կանոնը պահանջում է, եթե վթար է լինում, կապ չունի ով է մեղավոր, ով մեղավոր չի, որովհետեւ պարզահաստատված չի, որ այդ անձերը 1, 2, 3
փոխանակեն իրենց մեքենայի registration-ը, insurance-ը եւ վարորդի իրավունքը։ Մարդիկ պատկերացնում են, որ եթե իրանք մեղավոր չեն, իրենց որոշումով, այդ ժամանակ կարիք չկա, որ այդ 3 փաստաթղթերը փոխանցել, բայց դա ճիշտ չի եւ կանոնը հստակ ստիպում է, որ բոլոր անձերը, ասենք վթարի մեջ փոխանակեն նորից insurance, ասած driver's license եւ registration։ Այս վերջերս մի դեպք լսեցի, որ հարվածողը տուժողից հարցրել էր հեռախոսահամար եւ ասել հենց հիմա կփոխանցեմ եւ իմ վարորդական իրավունքը եւ ապահովագրությունը ինչ որ պետք է եւ նստել գնացել էր։ Այսինքն քշել գնացել էր եւ անհետացել բնականաբար, այսինքն խաբել էր տուժածին եւ արդյունքում չէր տվել ոչ մի տեղեկություն։ Ինչպես վարվել է դեպքում։ Այդ դեպքում ավելի լավ է հենց տեղում հարցը լուծել, նորից եթե մեկը, ասենք, հեռախոսի համար է ուզում կամ փորձում է տա, կարող եք վերցնել հենց այդ տեղում իրեն ասած տեքստ անել, եթե հակառակորդը ասում է ես մեղավոր եմ օրինակ եւ մեքենատ կսարքեմ, ավելի լավ է հենց այդ տեղում ասենք նորից հակառակորդին տեքստ անել եւ շեշտել, որ դու նոր նշեցիր, որ ուզում ես իմ մեքենայի հարցերը լուծես, մեքենա սարքես, դա դառնում է գրավոր փաստ, որ կարող ես հետագայում տաս քո ինշուրանսին եւ պարզ է, եթե մեկը առաջարկում է մեքենան սարքել, արդեն պետք է չի որ ասի ինքը մեղավոր է, բայց ինշուրանսը կհասկանա, որ մեղավոր է, դրա համար առաջարկել է մեքենան սարքել։ Այո, այսինքն բացի տվյալները տալուց պետք է այդ նախադասությունը նշել, որ վթարը տեղի է ունեցել կամ ես պատրաստ եմ կամ պայմանավորվել ենք մեքենան սարքել։ Այո, եթե մեկը առաջարկում է կարևոր մանրամասն է։ Այո, եթե մեկը առաջարկում է հակառակորդի մեքենան սարքել, ինշուրանսը դա կընդունի, որ նա մեղավոր է։ Եթե մեղավոր չլիներ, չէր առաջարկի։ Պետք է չի հակառակորդ այդ մեղավոր անձը ասած, որ գրավոր նշի ես մեղավոր եմ, բայց եթե առաջարկում է նորից մեքենան սարքել, ինշուրանսը դա կընդունի, որպես նա մեղավոր է եղել։ Հետ գնալ, ասենք, փաստ հավաքելու համար լավ կլինի վիդեո անել, նկարներ նկարել, ինչքան կարող ես, օրինակ ոչ թե մենակ մեքենան նկարվի, միևնույն ժամանակ լավ է, եթե մեքենայի մասերը թափել են գետնին, եթե մեքենայի անիվների տեղեր կա գետնի վրա, ավելի կարևոր է դրանք էլ նկարել, որովհետև դա փաստ կարող է լինի, օրինակ հարվածի ուժեղությունը, եթե հակառակորդը, ասենք, իրեն անգլերեն ասած break է արել նախքան հարվածը եւ ուրիշ մի հատ կարևոր բան, եթե գետնին մեքենայի մասեր կան, մեզ կարող է ճշտի հստակ որտեղ է հարվածը եղել։ Այո, որովհետեւ մեկ դա շատ կարևոր է։ Օրինակ, եթե stop sign-ի հարց է, այդ հարվածի վայրը շատ կարևոր է, որ հարվածը որտեղ է եղել։ Մեքենաները կարող է հարվածի 20 ֆիտ ասած կամ 8 մետր ուրիշ տեղ վերջանան, բայց հարվածի այդ դիրքը տեղը շատ կարևոր է, որովհետև կարող է փաստը ով է մեղավոր կամ անմեղ։ Դուք ասում եք հակառակորդ, ես մտածում էի ասել դիմացինը, մեր լեզվա մտածողությունը տարբեր է եւ դուք ասում եք հակառակորդ, որովհետեւ իբրև փաստաբան իրար հետ պայքարող կողմեր եք տեսնում եւ բացառում եք համաձայնության տարբերակը, այսինքն ինչու եք ասում հակառակորդ։ Հակառակորդ է, որովհետեւ մեկը մեղավոր է։ Կարող է լինի, ասենք, երկուսն էլ մեղավոր լինեն, ասած 50-50, տենց դեպքեր էլ է լինում, բայց մեծամասնությամբ այդ 50% դեպքում էլ հակառակորդն է։ Կարող ենք ասել մյուս անձը, որ միևնույն ժամանակ կարող է դեպք լինի, ասենք, երկուսից ավել մեքենաներ լինեն։ Օրինակ freeway-ում կարող է 5-6 հատ մեքենա իրար հարվածեն։ Ես այդ դեպքում մեկից ավել հակառակորդ կա եւ կարող են այդ նույն դեպքում անձեր լինեն, որ բացարձակապես մեղավոր չեն, բայց մեծամասնությամբ այո, հակառակորդ են կոչում, հակառակորդին։ Հետաքրքիր է։
Իսկ համաձայնության մասին եմ ուզում հարցնել, ինձ հետ պատահել է, երբ վթարից հետո մեղավոր կողմը առաջարկում է կանխիկ գումարով հարցը արագ փակել գնա, հանկարծ ապահովագրությանը չդիմենք, սովորաբար ասեմ, որ այդպիսի կարծիք կա եւ մտավախություն կա, որ երբ դիմում ես ապահովագրական ընկերությանը քո, ապա դրանից հետո անկախ նրանից դու մեղավոր ես թե ոչ, քո ապահովագրական վճարը, ամսավճարը բարձրանում է, թանկանում է ապահովագրությունդ։ Կա այդպիսի բան թե ոչ։ Եվ արդյոք խորհուրդ կտաք կանխիկին գնալ եւ այդ իրոք արագ եւ հեշտ հարցը լուծել, թե այնուամենայնիվ անպայման դիմել ապահովագրական ընկերությանը։ Եթե մեկը առաջարկում է մյուսի մեքենան սարքել, իմ experience-ից մյուս անձը կարծես կարող է հանգիստ իրեն զգա եւ փաստեր չհավաքել, որովհետեւ կարող է հասկանա կամ ընդունի, օքեյ, հակառակորդը ասել է մեքենաս կսարքի, էլ պետք չի փաստ հավաքեմ եւ այլ եւ այլ։ Եվ էդի կարող է իրանց համար լավ չվերջանա, որովհետեւ այդ առաջարկողը նորից իրեն դիրքը կարող է փոխի։ Եթե մեկն էլ առաջարկում է ձեր մեքենան սարքել, պետք է զգուշ լինեք եւ շարունակաբար դեռ փաստ հավաքեք, որովհետեւ չգիտեք վաղը մյուս օր ինչա լինելու եւ այս մարդը կամ այս մյուս անձը իրեն դիրքը կարող է փոխի։ Դա մեկ։ Երկրորդ կարող է դու ասենք թեթև ակսիդենտ ունենաս եւ մյուս անձը, որ իրեն մեղավոր է գտնում, մի գումար առաջարկի, ասենք օրինակի համար $200 կամ $500, նայես քո մեքենային տեսնես մի հատ փոքր, մի հատ խազ ունի, կամ մի հատ թեթև մի հատ վնաս ունի եւ պատկերացնես, որ այդ գումարը բավականին է եւ բավարարվես։ Բայց կարող է եւ հետագայում մեքենան տանես professionally մոտ եւ իրենք նայեն եւ քեզ ասեն, որ մեքենա 4-5 անգամ ավել վնաս ունի։ Խոր չի տա մի գումար կամ իրենց ասած ընդունեք, որ իրեն թույլ կտակ, որ սարքի։ Իմ experience-ից ասած, այդ առաջարկող այդ դեպքում միշտ կցանկանան, որ դու մեքենան տանես իրենց վարպետի մոտ, որ մեքենան սարքվի։ Ճիշտ է, այդպես է։ Այո, բայց դրա խնդրը նա է, որ ինքը կուզենա իր վարպետին ցած գումար տա։ Եվ այդ վարպետը այդ ցած գումարը ստանալու դեպքում ձեր մեքենան լավ չի սարքելու, իմ կարծիքով, իմ experience-ով։ Այդ մի բանա, որ պետք է տեղյակ լինեք։ Մի հատ ուրիշ մի բան, որ ուզում եմ ասել, այդ առաջարկը, որ անում են, ասենք, իմ կարծիքով չնչին գումար $200-300, մեքենան կարող է ավելնորդ վնասներ ունենա, որ այդքան պարզ չի դեպքից հետո։ Ասած մեքենան կարող են քանդեն եւ ավելնորդ վնասներ տեսնեն, որ չի երևում, ասենք դրսից նայելուց։ Մի հատ ուրիշ մի բան, որ կարևոր է շեշտել, այսօրվա մեքենաները այնքան սենսորներ ունեն իրենց վրա, որ հարվածի դեպքում այդ սենսորներն են վնասվում։ Որը աչքի համար տեսանելի չի։ Այո, եւ այդ սենսորները կարող է բավականին թանկ լինեն սարքելու համար եւ պետք է փոխվեն օրինակ դեպքից հետո։ Շատ լավ, այսինքն ամեն դեպքում խորհուրդ եք տալիս դիմել ապահովագրությանը, report անել։ Այո, ավելի ճիշտ է, որ ցանկացած դեպքում, փոքր մեծ վնասի դեպքում անել։ Իսկ ապահովագրությունը վերցնելիս որոնք են ճիշտ հարցերը, որ պետք է տալ մինչ ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքելը, որպեսզի վթարի ժամանակ քեզ հանգիստ զգաս եւ զանգես քո ապահովագրություն իմանալով, որ քո շահերից ելնելով պետք է հարցը լուծվի։ Առաջի բանը, որ ուզում ենք իմանանք, եթե դու մեղավոր լինես, հակառակորդին ինչքան գումար քո ինշուրանսը կտա։ Դա կարևոր է եւ բոլոր մարդկանց համար նույնը չի։ Պարզ ինչքան բարձր ունենաս, ավելի լավ է քո ապահովության համար, բայց միևնույն ժամանակ կապ ունի մարդ ինչքան է ի վիճակի տալ, ուրիշ ինչ գույքեր ունեն, եթե մեկը կարող է իրանց հետևից գա, դեպքից հետո դատի միջոցով եւ այլ եւ այլ։ Ամեն մարդու դրությունը մեկից տարբեր է։ Մի հատ օրինակ ասեմ, rental։ Եթե դեպք է պատահում, որ դու կարող ես մի հատ ուրիշ մեքենա վարձես, եւ կարող է քո ինշուրանսի մեջ դա լինի, որ վարձի ծախսը տալ, ուրիշ մեքենա վարձել եւ այդ ծախսերը քո ինշուրանսը փակի։ Բայց եթե դու տուն ասենք մի 2-3 հատ ուրիշ մեքենաներ ունես, որ չեն քշվում կամ քիչ են քշվում, միգուցե դու ասած rental-ը պետք չունես, որովհետեւ մյուս մեքենատ կօգտագործես։
Մի հատ էլ ուրիշ կարևոր մի բան, նկատել եմ մարդիկ փորձում են ասած մինիմում ինշուրանսը վերցնել, որովհետև կարծում են պարզա դա ավելի արժանա լինում, բայց երբեք չեն հետաքրքրվում, եթե ավելի մի քիչ բարձր ինշուրանս վերցնեն ասած լիմիտները, այդ իրանց ամսական գումարի տարբերությունը ինչքան կլինի։ Եվ կարող է այնքան չնչին լինի, տարբերությունը կարող է ամսական օրինակ $10-20 տարբերություն լինի, բայց դու բավականին ավելի շատ ապահովություն ունես, եթե դու մեղավոր լինես, միևնույն ժամանակ դա քեզ էլ է պաշտպանում, որովհետև եթե դիմացինը ինշուրանս չունեցավ, այդ նույն ապահովությունը, այդ թվերը, այդ գումարները քեզ կպատկանա։ Այսինքն եթե ամփոփենք այս հարցը, պետք է չվախենալ ապահովագրական ընկերության բոլոր ծառայությունները ուսումնասիրել, չվախենալ ամսական $10-20 ավելի վճարելուց եւ հաշվի առնել, որ կարող ես շատ փոքր գնով ավելի մեծ ծառայություններ վերցնել ամսական մեքենայիդ համար եւ ապահովագրության ծրագիրը ավելի ընդլայնել, շատ փոքր գումարով։ Այստեղ նկատել եմ, որ շատ եմ լսել, որ վթարից անմիջապես հետո մարդիկ դուրս են գալիս ու բողոքում մեջքի ցավից, պարանոցի ցավից, թեև վթարը շատ թեթև է լինում։ Այդպես իրենց կարծեմ ապահովագրում են, որ հետո եթե ցավերը հետո ունենան, բայց այս պահին չունեն, ապա ապահովագրությանը դիմելիս իրենք նախապես հայտնած լինեն, որ մարմնական վնասվածք ունեն։ Արդյոք սա ճիշտ մոտեցում է եւ ձեր փորձը ինչ է ցույց տալիս։ Պետք է նախապես արձանագրել, որ ես ունեմ մարմնական վնասվածք, ցավեր, նույնիսկ եթե չունես։ Լավ հարց է դա, դեպքից հետո, մանավանդ ավտոմեքենայի վթարից հետո շատ անգամ մարդիկ անմիջապես ցավ չեն զգում եւ իրենց ցավերը կարող է զգան 1 օր, 2 օր հետո։ Ամենաճիշտ բանը անել իմ կարծիքով, եթե ավտովթարի մեջ ես եւ ցավեր ես զգում, անմիջապես հետո գնալ, ասենք urgent care կամ էլ շտապ օգնություն, որովհետեւ պետք է դա գրանցվի, որ դու իրոք ցավ ես ունեցել։ Ինձի դեպք ա եղել անձամբ, նորից ավտովթար ա եղել, մեկ ինձի հետևից խփեց, իրեն մեքենան շատ վնաս ուներ, իմ մեքենան շատ թեթև վնաս ուներ, եւ դեպքից անմիջապես հետո ոտքս մի թեթև ցավ զգացի, բայց իմ մեքենայի վնասը այնքան քիչ էր, որ ոստիկան ինձի հարցրեց, եթե վնասված եմ, ճիշտ ասած ամաչեցի, որ ասեմ վնասված եմ, բայց ինչ պարզվեց այդ գիշեր, պարզվեց, որ իրոք վնասվել էի, եւ ուրիշ օրինակներ էլ ասեմ, հաճախորդ եմ ունեցել, մի հատ կին էր, եւ ինձ մոտ եկան, խնդրեցին, որ իրենց մեքենայի հարցը լուծեմ, իրենց փորձեցի օգնել եւ հարցրեցի, որ վնասվել են մարմնական, ասեցին ոչ, բայց հետագայում պարզվեց, որ ինքը ձեռքի ոսկորը իրեն ճաքեր ունեցել, մազի հաստությամբ, անգլերեն ասած hairline fracture, եւ էդի հետո պարզվեց, եւ ինքը ոչ մի բան չէր ուզում անել։ Մի բան էլ կարամ շեշտել, որ այս մարմնական кейսերը, որ անում ենք, այս վնասվածքների, ինշուրանսը միայն հակառակորդին, ասած այս դեպքում մեր հաճախորդին մի գումար կառաջարկի, եթե գնացել են, բուժվել են եւ ծախսեր ունեն։ Եթե ծախսեր չունես, դու ոչ մի բան չես ստանա դրա դիմաց, կամ մի հատ չնչին գումար կստանաս։ Այդ կնոջ դեպքում այդ մանր ճակը ինքը երբեք չբուժվեց դրա համար։ Օրինակ կարող է դա լիներ, չգիտեմ, 100,000-ի case, բայց ինշուրանսը օրինակ հետ եկավ, ասենց 5-ից 10,000 ավել գումար չէր առաջարկում, քանի որ ինքը չէր բուժվել եւ ծախսեր չուներ։ Այսինքն ամեն դեպքում պետք է արձանագրել նույնիսկ ամենափոքր ցավը, անհանգստությունը, որովհետև դրա հետևում նախ կարող է ավելի մեծ վնասվածք լինել, որ հետո կպարզվի, եւ երկրորդ մտածել, որ ապահովագրությունը վաղը մյուս օրը կարող է չվճարել քո վնասվածքը, եթե չես գնացել դիմել բժշկի։ Այո, ավելի լավ է բոլորը փաստել, փաստ ունենալ, եթե վաղը մյուս օր որոշում ես ոչ մի բան չանես, դա քո որոշումն է, բայց լավ կլինի փաստել։ Եվ դեպքից հետո էլ շատ լավ բան ասենք, եթե մարդ վնասվածքներ ունի,
անմիջապես նկարի, ոչ թե միայն այդ առաջի օրը, ասենք դրանից հետո, եթե կապտում է իրենց մարմինը կամ վնասվածքների տեղ կա, ամեն օր նկարել, որ փաստերը ունենաս, որտեվ կարող է դա ցույց տա, որ ինչքան ցավ են ունեցել, քանի օր են ցավ ունեցել եւ ինչ տեսակի ցավեր են ունեցել եւ դա կարեւոր է, որ արժեք տալ այդ վնասին։ Ամեն ինչ փաստել, որ ասում եք, հիշեցի, մի անգամ ես անզգուշորեն շատ նրբորեն հարվածեցի դիմացից մեքենային, որը վատ վիճակում հին ավտոմեքենա էր։ Լույսի տակ էինք կանգնած, կարմիր լույսի, եւ խառնվել է իրար, չգիտեի ինչ անել, ու լույսը բացվեց կանաչի, ինքը քշեց։ Հետո սկսեցի հետապնդել, որովհետև գիտեի, որ պետք է մենք փոխանակենք տեղեկությունները, եթե ես վնասել եմ իր մեքենային, պետք է պատասխանատվություն կրեմ, եւ այս մեքենան փախավ։ Մի քանի կվարտալ հետևից վարել եմ արագ, տեսա, որ հստակ խուսափում է, կարծեմ մեքսիկացիներ էին, գուցե անօրինական վարորդ էր եւ չէր ուզում որևէ գործ ունենալ, որևէ վթարի արձանագրում տեղի ունենար, հասկացա դա արագ եւ դադարեցրեցի։ Սակայն երկար ժամանակ մտածում էի, որ միգուցե գնան, իրենց մեքենան վնասված էր, հետո իրենց մեքենայի վնասներով ռիփորտ անեն։ Այսինքն նման դեպքերում ինչ է պետք անել, օրինակ ես ինչ պետք է անեի այդ օրը։ Այդ դեպքը, որ նկարագրեցիք, ամենաառաջի բանը, որ կասեմ, որ չանեք, իրենց հետևից գնալ։ Չանեմ։ Այո, պետք չի իրենց հետևից գնալ, որովհետև չգիտեք դիմացինը ով է, ինչ է երևակայում եւ այլ։ Միևնույն ժամանակ մի բանից պետք է զգույշ լինեք, խուսափեք, ասենք հակառակորդը այդ դեպքում, որ դու բացատրեցիր, չգնա կապնվի ոստիկանության հետ եւ փորձի ասել դուք խփել եք եւ ասել դուք եք փախել։ Բա դրա համար էի ես իրեն հետապնդում։ Բայց ավելի լավ էր հենց այդ դեպքում դուք կարող էիք զանգեիք ոստիկանություն եւ ասեիք ինչ ա եղել եւ զգույշ կլինեի որ մեղավորությունը չընդունեիք փոխարեն ասեիք ես խփել եմ կամ մեղավոր եմ եւ այլ ասեիք մի հատ մեքենայի հետ ասենք կպել ենք իրար, մեր մեքենաները կպել է, առանց ասելու ես մեղավոր եմ կամ եւ այլ, եւ ասեք հակառակորդը թողեց գնաց։ Այդ դեպքում այդ բոլոր զանգերը ձայնագրվում են եւ ամենակարևորը դա ձեր համար ինչ կլինի, որ դուք զանգել եք եւ հայտնել եք, որ մեկը չի կարող գա ասի վաղը մյուս օր, որ դուք լքել եք, թողե գնացել եք առանց փոխանակելու։ Սա դա կարևոր է եւ միգուցե մի հատ զանգը 5 րոպե խոսակ կարող է ձեզնից սկսի information էլ, ասենք, այդ ոստիկանությունը, որ զանգեք, շատ բաներ չպահանջեն ձեզանից, բայց կարևորը ասած փաստ կունենաք, որ դուք չեք թողե գնացել եւ կապնվել եք եւ ասել եք ինչ որ ճիշտ է, բայց նորից խոր չեմ տա մեկի հետևից տենց գնաք, որովհետև չգիտեք ով են, ինչ են, մեքենայի մեջ ինչ ունեն, ինչ են պատկերացնում։ Միևնույն ժամանակ եթե դեպք է լինում, ասենք դեպք է լինում տրամար ինշուրանս ունենք, պետք չի հակառակորդի հետ վիճել, պետք չի մոտիկանալ շատ իրանց կամ շատ սպառնել, որ նա զանգի կամ գանգատվի, որ այս մարդը ինձ վախացրել է եւ այլ։ Դա էլ է կարևոր, որ ասած civil լինել, դեպք է եղել է։ Գիտեմ երկրներ կա, որ ակսիդենտ է լինում, մարդիկ մեքենաներից դուրս են գալի, կռիվ են անում, ով որ ուժեղ եղել է։ Մենք գիտենք, որ երկրի մասին է խոսքը։ Բայց այդտեղ այո, տենց չի եւ խոր չեմ տա տենց բաներ։ Չէ, այստեղ ես տեսել եմ, փողոցում առաջին բանը որ անում են, դուրս են գալիս, սկսում են գոռգոռալ։ Հասկանում են, որ ստրեսից է։ Իրենք էլ են ստրեսի տակ, շոկի մեջ սկսում են գոռգոռալ։ Բայց դե ավելի է իրենց վատ տեղ տանում, ավելի են խառնվում եւ օրենքից հեռանում, կարծես թե իրենց գործողությունները դեստրուկտիվ դարձնում։ Այո, եւ պետք է դες չլինել, որովհետեւ դրա համար ինշուրանս ունենք եւ ինշուրանսը ապահովությունը քեզ կպաշտպանի օրենքով, պետք է պաշտպանի քեզ եւ նորից դրա համար է, որ ինշուրանս ունենք եւ ոչ մեկս perfect չենք։ Բոլորս էլ ինչ պատճառով կարող է անուշադիր լինենք եւ դեպք է լինում է, աշխարհի վերջը չի եւ դրա համար նորից ինշուրանս ունենք, որ այդ դեպքում, այդ ցավոք այդ դեպքում այդ հարցերը լուծի հիմա մեր մեղավորությունն է, մեր մեղավորությունը չի, դա երկրորդական հարց է, բայց նորից civil լինել, փոխանակել ինչ որ պետք է եւ անգլերեն ասած that's it։ Ձեր այս մեկնաբանություններից ես մի արձանագրում անեմ, որ ամեն դեպքում
ուղղակի եթե սխալ հասկացա, ամեն դեպքում մեղավորություն վերցնել որևէ դեպքում չարժի։ Այո, երբեք մեղավորություն առանց իրավաբանի, իհարկե, առանց փաստաբանի, մինչև փաստաբանի տեսնելը պետք չի ասել մեղավորության մասին, ենթադրել կամ ենթադրություններ անել կամ այդպես կամուկացի մեջ դիրքորոշում ունենալ պետք չի ընդհանրապես։ Այո, խորհուրդ չի տա։ Եթե շատ պարզել է, որ ասենք մեկը մեղավոր է, դուք կարող եք ճշմարիտ ձեր ապահովության այդ կամպանին ասեք ինչ է եղել եւ թող նրանք որոշեն ով է մեղավոր եւ ով մեղավոր չի։ Մի բան էլ ստեղ լավ է շեշտել, որ միշտ չի որ ամեն դեպքը սև ու սպիտակ է։ Նկատի ունեմ միշտ չի որ մի անձը համեմատած մյուսի հետ 100% մեղավոր է կամ մեղավոր չի։ So դեպքեր է լինում, որ կարողա երկու անձերն էլ այդ դեպքում, օրինակ երկու հատ մեքենան է, երկուսն էլ մեղավոր լինեն, օրինակ 50-50%։ Եվ կարող է 90 եւ 10% տարբերություն լինի։ Մի անձը լինի օրինակ 90%, որովհետեւ օրինակ հետևից է խփել, բայց դիմացին օրինակ կանգնել է, որովհետեւ պատճառ չկար կանգնելու համար։ So այդ դեպքում կարող է ինշուրանսը ասենք որոշումը նենց կատարի, որ 100-0 կամ 0-100 չլինի եւ համընկնի իրենց մեղավորությանը։ Մի մեծ թեմա անչափահասների, լուրջ թեմա ավելի ճիշտ, ոչ թե մեծ։ Անչափահասներ, վարորդ անչափահասներ, երբ ծնողները վստահում են մեքենան անչափահասին, որը նոր առաջին քայլերն է անում, նոր է ստացել վարորդական իրավունք եւ վարում է մեքենան, ինչ է պետք իմանալ, ձեր փորձը ինչ է ցույց տալիս եւ ինչ խորհուրդ կտաք ծնողներին։ Նախ եւ առաջ խորհուրդս կլինի, որ մեքենան չտալ անչափահասին։ Տալ միգուցե մի հատ ամուր մեքենա լինել, որովհետև իմ կարծիքով անչափահասները, որ նոր սկսում են քշել, ավելի հավանաբար է, ասենք, ակսիդենտ ունենալ եւ ուզում ես երեխատ ապահով լինի։ So կարևոր է, ասենք, ավելի ամուր մեքենա լինի, փոքր մեքենա չլինի։ Մեր հայերը նկատել եմ սիրում են երեխաներին նոր մեքենաներ գնել, բայց խորհուրդ կտայի, ասենք ավելի օրինակ հին մեքենա լինի, անպայման չի նոր մեքենա, մեկ էլ ամուր լինի եւ պարզ է ապահովությունը անչափահասների համար բավականին, ասենք սուղ է համեմատած տարիքով մարդիկ, որ տարիների experience ապահովագրական վճարը ավելի բարձր է։ Այո, դա էլ մի բան է, որ պետք է մարդ նկատի ունենալ եւ միևնույն ժամանակ ուզում ես ասած այդ ապահովագրությունը լիմիտները բարձր լինի, եթե անչափահաս երեխա ունես սկսում է վարելը։ Մարդիկ կան իրենց երեխեն չափահաս է դառնում կամ իրավունք է ստանում վարելու եւ որոշում են այդ երեխային ինշուրանսի ներսը չդնել։ Եվ դա կարող է հետագայում իրենց համար խնդրեմ լինի։ Ինչի համար, եթե այդ երեխան ակսիդենտ ունենա, ավտովթարի մեջ լինի, ինշուրանսը կարող է հետ գա, ասի դու այս երեխայի մասին մեզի տեղյակ չես պահել եւ դրա պատճառով ինքը իրավունք չուներ քշել եւ դեպքեր ա լինում այդ մի անգամ առաջի ակսիդենտը ասած այդ անչափահասը, որ ինշուրանսի մեջ չի, միգուցե ինշուրանսը գումարը տա, բայց հետո հետա գալի ասում ա կամ իրան դրեք ինշուրանսի մեջ եւ գումարները տվեք կամ էլ անգլերեն ասած exclude անում, հանում է ինշուրանսի մեջից եւ եթե մի հատ նորից ավտովթար լինի, ինշուրանսը այդ ծախսերը չի փակի, մեքենայի ծախսը, հակառակորդի ծախսը, կապ չի ունենա, եթե այդ անչափահասը մեղավոր է, թե մեղավոր չի, ինշուրանս չեն ունենա, միևնույն ժամանակ, եթե վարում ես ու ինշուրանս չունես Կալիֆոռնիայում, կարող են մեքենայի վարելու իրավունքը զրկել։ Եթե ամփոփելու լինենք անչափահասի թեման, նորից ինչ խորհուրդ կտաք ծնողներին, ինչ անել կամ ինչ չանել, ինչի մասին նախապես մտածել կամ հոգ տանել։ Նկատել եմ ծնողներ կան, երեխային ուրիշ հասցեով են գրանցում, ասած անչափահասին ուրիշ հասցեով են գրանցում, որովհետև այդ ժամանակ իրենց տան մեջ գրանցված չի լինի եւ իրավունք ունի իրենց տան մեքենաները վարել։ Սա մի բան է, որ նկատել եմ, որովհետև
Կալիֆոռնիայի ասած ապահովագրությունը թույլ է տալի դու կամ ես մեր մեքենաները տանք ուրիշ մեկը վարի։ Եթե ասենք մի անգամ դեպք է կամ մի հատ շտապ դեպք է եւ այդ դեպքում աստված չան, եթե դեպք պատահեց, ձեր ինշուրանսը գգա այդ հարցը գլուծի։ Հասկանալի է։ Նմանապես սոնորից տնողներ կա, որ իրենց երեխան ուրիշ տեղ է գրանցված եւ օրենքով կարողանում է իրենց տան մեքենաները վարել, բացի այդ երեխային դնել այդ ինշուրանսի ապահովության մեջ։ Բայց եթե դեպք է լինում, չեն պարզում, որ այս երեխան այս ծնողներին է պատկանում, այս ծնողների երեխան է եւ ապօրինություն են արել եւ ավելի չի բարթանում վիճակը դրանից։ Եթե երեխան տունն է, իրանց տան մեջ է ապրում եւ մենակ գրանցել են ուրիշ մի տեղ, որ ասած առիթից օգտվեն, այո, այդ իրավունք չունեն։ Բայց եթե երեխան, ասենք, պատկերացու օրինակ տատիկ պապիկի հետ է ապրում երեխան, բայց իր ծնողների մեքենաներն է վարում, որը ուրիշ տեղ են գրանցված, այդ դեպքում իրավունք ունեն այդ երեխային չդնել այդ ապահովության մեջ, բայց կարող է վարել, բայց ոչ թե միշտ։ Եթե ասենք մի հատ շտապ պատճառ ա եղել, որ իրենց երեխան պետք է քշի, այդ ժամանակ այդ իրենց ապահովությունը ուժի մեջ կլինի։ Իսկ կարող է օգտվեն այդ հնարավորությունից երեխան վարի մինչև առաջին վթարը։ Ասենք ամիսներով, տարիներով վարի մինչև առաջին վթարը։ Այո, եղել է տենց դեպքեր։ Բայց չի բացահայտվում։ Բացահայտվում է, հետո կապ ունի իրենց ապահովությունը կնայի վնասը ինչքան է։ Օրինակ, այդ դեպքը, որ դուք նոր նկարագրեցիք, իրենց ինշուրանսը, որ եթե երեխան չեն դրե այդ ապահովության մեջ, ինշուրանսի ապահովության կամպանին իրավունք ունի մերժել այդ դեպքը, որ եղել է, եւ ասի, որ դուք ապահովություն չունեք այս դեպքի համար, որովհետեւ ձեր երեխան այս մեքենան վարում է ու դու մեզի տեղյակ չեք պահել։ Մենք ասենք 2 հոգու համար ենք այս ապահովությունը օրինակ ձեզի ապահով է, բայց երրորդ անձ կա, որ քշում է եւ հաճախ է քշում եւ ձեր երեխան է ու մեզ չեք ասել։ Բայց իմ ասած experience-ից, եթե այդ երեխայի ավտովթարի վնասները ասած թեթև են, հավանաբար ինշուրանսը գա, այդ հարցը լուծի, բայց ասի հետագայում այս երեխային կամ դրեք ինշուրանսի մեջ ավելնորդ գումար տվեք կամ էլ բացարձակապես հանում ենք իրեն, եթե դեպք լինի, մենք պատասխանատվություն չենք վերցնում։ Այո։ Ձեր ասածից ենթադրեմ, որ եթե ընկերուհիներով քաղաքից դուրս են գնում օրինակ, ես կարող եմ վարել ընկերուհուս մեքենան։ Եթե ինքը չի ուզում վարել, ասենք քաղաքից դուրս չի ուզում, այդպիսի դեպք եղել է եւ մենք ուղղակի ձեռնպահ մնացինք, որոշեցինք, որ այդպիսի բան չանենք, մտածելով, որ եթե մի բան պատահի, ապահովագրությունը չի ծածկի, խնդիրը չի լուծի, բայց կարելի է վարել։ Դուք ասում եք, որ կարող ես մեկին մեկ անգամ վստահել մեքենատ եւ ապահովագրությունը կհոգա ծախսը, եթե կարիքը լինի։ Ճիշտ հասկացա։ Այո, դա ճիշտ է, բայց ավելի կոնկրետ ասել, այդտեղ հաճախ բառը շատ կարեւոր է։ Այդ օրինակը, որ դու ասեցիր, եթե դու ընկերուհիներիդ հետ, ասենք, շաբաթը մեկ ճամփորդություն եք գնում եւ իրեն մեքենան է եւ միշտ շաբաթը մեկ տալիս է դու քշես, եթե ձեր ապահովությունը իմացավ, դեպք պատահի, այդ կարողա չփակի այդ վթարը։ Ինչի համար, որովհետև հաճախ է կատարվում։ Շաբաթը մեկ կարող է համարվի հաճախ։ Բայց համեմատած դա օրինակ տարին մեկ դուք ասենք ընկերուներով տեղ եք գնում եւ մեկը ինչ պատճառով այդ օրը լավ չէր զգում կամ չի ուզում քշել եւ թույլ է տալի ուրիշ մեկը քշել, սա կարեւոր է, պետք է ինքը թույլ տա։ Եթե ինշուրանսի մեքենայի տերը քեզ իրավունք է տալի որ քշեք եւ հաճախ չի, կրկնվող չի այդ քշելը ասած, այդ ժամանակ ինշուրանսը կապահովի, որովհետեւ դեպքա պատահում է, մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ միշտ չի մենք կարողանում ենք մեր մեքենաները վարել շատ պատճառներով եւ իրավունք է տալի ուրիշ մեկը քշել եւ ինշուրանսը ապահովությունը ուժ կունենա, ուժի մեջ կլինի։
Մի հարց էլ տամ, շատ տարածված է հայերի մեջ, կարծեմ, միգուցե ոչ միայն հայերի մեջ, երբ բեմադրում են վթար, ապահովագրությունից գումար ստանալու համար, ընդ որում այնքան լավ են բեմադրում, այսինքն որ արդյունքը լինի մեքենայի լիակատար ոչնչացում եւ հանձնման ելքով, էլի, որ այդ մեքենան այլևս անպիտան է օգտագործման եւ հանձնում են։ Այս վերջերս նաեւ դեպք եղավ այդպիսի մի քիչ նման, երբ արջի հագուստով վնասել էին թանկարժեք մեքենան, հուսալով, որ ապահովագրությունը չի նկատի։ Այնքան տարածված են այս դեպքերը, իսկապես այդքան հեշտ է խաբել ապահովագրական ընկերությանը, ձեր փորձը ինչ է ցույց տալիս։ Նախ եւ առաջ խորհուրդ չեմ տա ոչ մեկին տենց մի բան անել, որովհետեւ անմիտք է համեմատած, որ ինչ է ստանում դրա դիմաց եւ հետևանքները, որ ինչեր կարող են լինել։ Եվ ասած քեզ ինշուրանսները այդքան էլ միամիտ չեն։ Մեկ-մեկ կասկածամիտ են լինում լավ պատճառով, ինշուրանսները մեկ-մեկ անմիտք պատճառներով։ Այո, ցավոք լսել եմ եւ տեսել եմ, որ ինշուրանսները մեր հայերի հանդեպ մեկ-մեկ լավ չեն լինում այդ պատճառով։ So բոլորիս ասած նույն արշինով են չափում։ Այո։ Ինչ որ վերաբերվում է total-ի մասին, total նկատի ունեմ, որ մեքենայիդ սարքելու ծախսը լինում է 50%-ից ավել իր մեքենայի արժեքից, այդ ժամանակ մեքենան total է համարվում եւ միշտ չի, որ այդ մեքենայի տիրոջ համար լավ է վերջանում total լինելը։ Օրինակ, եթե իրենց պարքը այդ մեքենայի համար ավելի բարձր է, ինչ որ իրենց ապահովագրությունը այդ մեքենային գնահատել է մի վայրկյան նախքան այդ դեպքը, պարզա իրանց ձեռ չի տա, որովհետև անգլերեն ասած upside down ես լինում, ավելի շատ պարկ ունես, քան թե մեքենա գին ունի, պարզ է gap insurance կա, որը այդ տարբերությունը եթե մեքենայի պարքը համեմատած այդ մեքենայի գինը այդ տարբերությունը gap insurance-ը կարող է ներս գա եւ այդ հարցը լուծել, բայց ուզենամ զգուշացնեմ միշտ չի որ այդ տարբերությունը gap insurance-ը ամբողջային, ասենք մուծում է։ Դրա համար որ insurance կամ որևէ պայմանագիր ես մտնում եւ շատ անգամ մի edge չի, մի 20-30 edge է եւ այդ մյուս edge-երի մեջ նշում են ինչ հատկապես հատուկ պարագայում այդ ապահովությունը կլինի եւ չի լինի։ Սոնորից այդ gap insurance-ն էլ total-ի ժամանակ միշտ չի որ բոլոր այդ ծախսերը կփակեն տարբերության։ So էդիկ էլ մի բան է որ մարդիկ պետք է նկատի ունենան։ Իմ experience-ից ավելի շատ թանկարժեք կամ գերմանական, իտալական մեքենաները ավելի հավանաբար է որ total-ի ժամանակ ասած upside down լինեն։ Նորից իրենց պարքը ավելի շատ լինի, ինչ որ մեքենան գնահատվել է նախքան ավտովթարը, այո։ Դուք քանի տարի է այս գործն եք անում։ Կարծում եմ արդեն 25-ին է մոտիկանում։ Եվ այդ 25 տարիների կտրվածքով ինչ այդպես ոսկի խորհուրդ ունեք, որ կարելի է այսօր տալ մեզ դիտողներին, լսողներին։ Մեղավորություն չընդունել, որովհետև դու բոլոր փաստերը չգիտես։ Մանավանդ այդ ժամանակ, որ ասենք հարված ես տարել եւ կարող է մի հատ խառնաշփոթ վիճակ լինի, so կարևորը մեղավորություն չընդունել եւ փաստ հավաքել։ Շնորհակալ եմ, հուսամ, որ ձեր լավ խորհուրդները այնուամենայնիվ մարդկանց պետք չեն գա։ Հույսով։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Հաջողություն։